Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր ես խոսելու եմ առողջապահության նախարարության կողմից հիվանդանոցների, բժշկական կենտրոնների տնօրենի ազատման շքերթից։ Ինչպես հիշում ենք, ամսվա սկզբին շքերթը բացեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենները։ Տնօրեններին ազատեցին մեծ լիրիկայով, մեդալներ, ֆիլմեր ցուցադրեցին եւ այլն։ Նախարարը փաստեց, որ սրանք այն եզակի տնօրեններից էին, որոնք որ նոր մշակույթ մտցրեցին մեր առողջապահական համակարգում, բայց թե այդպես էլ չհասկացանք, ինչու այս լավագույն ըստ նախարարի տնօրենները ազատվեցին աշխատանքից։ Եվ շատ արագ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրեն նշանակվեց Նարեկ Զեյնալյանը։ Նարեկ Զեյնալյանը ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահն էր եւ իր աշխատանքով առանձնապես աչքի չէր ընկնում օրենսդրական նախաձեռնություններ եւ այլն, ես հիշեցնեմ, մասնագետները կհիշեն հայտնի հյուսվածքների հետազոտությունների հետ կապված ուրեմն պատմությունը, երբ որ մենք առաջարկել էինք առողջության իրավունքի կողմից, որպեսզի այդ օրենսդրական փոփոխությունը արվի, առողջապահության նախարարությունը մեզ գրել էր, որ դա չի արվի, որովհետև օրենսդրորեն սխալ է, սակայն մեր գրածը տարել դրել էր Զեյնալյանի դեմը եւ ասել էր, խնդրում եմ, սա մտցրեք որպես օրենսդրական փոփոխություն։ Եվ ինչն էր հետաքրքիրը, որ հենց ազգային ժողովում падգամավորներից մեկը հարցրեց, ասում է ինչը փոխվեց, որովհետև գոնե էնտուզիազմ ունենայիք, ատամի օրինակը փոխեի, քանի որ մենք այդ գրության մեջ օրինակով բերել էինք հենց ատամի հյուսվածքաբանական հետազոտության օրինակը։ Այդ մասին կա դրված իմ Facebook-յան էջում, հետաքրքրվողները կարող են նայել։ Նարեկ Զեյնալյանը նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պաշտոնակատար, սակայն կարծում եմ սկիզբը լավ չէր, որովհետև հանդիպումից հետո տեղեկատվություն էր պտտվում, որ հիմնարկի հիվանդանոցի զարգացման առաջի անհանգստացնողը եղել է Նարեկ Զեյնալյանի մոտ, օրինակ կոնֆերանս խորհրդատվական սրահի մեծացնելը, եւ դա կոնկրետ մասնագետների մոտ տարակուսանք էր առաջացրել, ինչքանով որ պատմեցին ինֆորմացիայի հստակեցումը, չգիտեմ։ Մյուսը, որ ես գրել էի, որ հաջորդ ֆիլմը տեսնելու ենք նարկոլոգիայի կախվածությունների բուժման ազգային կենտրոնից, չուշացրեց իրեն, որովհետև Սուրեն Նազինյանը եւս հայտարարեց, որ առողջապահության նախարարը իր հետ պայմանագիր չի կնքել, չի շարունակելու իր հետ աշխատել։ Սուրեն Նազինյանի հեռացման տեքստը էլի շատ այդպես ազգափրկող տեքստ էր, որ մինչև այդ մենք չենք ունեցել նարկոլոգիա, ինքը եկել է, կարգավորել է, այսպես էր էլի ընդհանուր միտքը։ Այս տեքստին հետո կանդրադառնամ, իհարկե։ Եվ այս ֆոնի վրա նշանակվեց ինֆեկցիոն հիվանդանոցների ազգային կենտրոնի տնօրենը, որը որ հետաքրքիր ուրեմն մի կերպար էր, 3 տարի առաջ մարդ էր, որը որ դեմ էր առողջապահության նախարարության քաղաքականությանը եւ տարբեր հաղորդումների շրջանակներում եւ իր լայվերի շրջանակներում քննադատում էր առողջապահության նախարարին, նրա քաղաքականությունը, որոշ տեղեր ես համաձայն էի նրա հետ, որոշ տեղեր ոչ, որովհետև դեմագոգիան բավականին բարձր էր,
բայց ամենա, այսպես ասած, կարևոր մեխային խնդիրը նա է, որ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն է նշանակվում մարդ, որը որ պայքարում էր պատվաստումների դեմ։ Եվ իմ համար շատ հետաքրքիր հարց է առաջանում, ինչով է պայմանավորված, ինչի համար են այս երիտասարդին պարգևատրել այդ պաշտոնով, որովհետև չի եղել մրցույթ եւ մրցույթային, ավելի ճիշտ տնօրենին նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար, հետո մրցույթային կարգով անցկացրել են, այսինքն չի եղել մի մրցույթ, որտեղ բժիշկը գնացել է, հաղթել է մրցույթը եւ նշանակվել է, այլ ի սկզբանե նրան նշանակել էին այս ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի պաշտոնակատար։ Եվ դրանից հետո այսօր մենք ականատես ենք լինում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենի հրաժեշտին, որը իմ համար ամենա հետաքրքիրն էր։ Սերգեյ Արայիչը իր ֆեյսբուքյան էջում գրում է շատ հետաքրքիր մի հրաժեշտի տեքստ, որը որ շատ նման էր Սուրեն Նազինյանի հրաժեշտի տեքստին։ Եթե ես ընդունում եմ Սուրեն Նազինյանի հրաժեշտի տեքստը, որովհետև Սուրեն Նազինյանը նարկոլոգ էր, հասարակ շարքային բժիշկ, թիմի անդամ, լավ ընկերական շրջապատով, ընկերները դրեցին իրեն այդ պաշտոնին, աշխատեց, կատարեց, չկատարեց բարեփոխում եւ այլն, ինքը կարող էր խոսել, որ ինքը վերջի տարիների շրջանակներում կատարել է որոշակի փոփոխություններ եւ պատմել դրա մասին։ Այն դուք, Սերգեյ Արայիչ, գրում եք, որ դուք վերցրեցիք հանձնառակ մի ոլորտ, որը որ մատնված էր անտարբերության, լքված էր, բարոյազրկված էր եւ այլն եւ այլն։ Իսկ ով պետք է կարգավորեր այդ ոլորտը։ Դուք շատ երկար ժամանակ եղել եք ծրագրերի իրականացման գրասենյակի առողջապահության նախարարության ղեկավար, այնուհետև 5-6 տարի, եթե չեմ սխալվում, եղել եք առողջապահության փոխնախարար մինչև հեղաշրջումը։ Եվ դուք ինքներդ եղել եք այդ համակարգի, հենց այդ համակարգի ոլորտի կարգավորողը, այսինքն դա ձեր կարգավորման ոլորտն է եղել որպես փոխնախարար։ Իսկ ինչու է եղել լքված, իսկ ինչու է եղել այդպես բոլորի կողմից մոռացված, ինչու է ձեր փոխնախարար եղած ժամանակ ոլորտը եղել անտարբերության մատնված։ Եվ իմ համար աբսուրդային էր, որ շնորհակալություն էր հայտնում առողջապահության նախարարությանը, բոլոր գործընկերներին իրեն օգնելու աջակցելու համար, որպեսզի այդ ծառայությունը հիմա դարձել է այնպիսին, ինչպիսին որ կա։ Սերգեյ Արայիչ, բա դուք ինչու հնարավորություն չեք տալիս նախորդ տնօրեններին այդ ոլորտը այդպես կարգավորելու, որ մի հատ շնորհակալություն ձեզ գրեին, նոր գնային։ Եվ ամենահետաքրքիրը դուք գրում եք, որ ամեն բանի վերջը նոր սկիզբ է, այսինքն ձեր համար հեղաշրջումը նոր սկիզբ էր, որովհետև անմիջապես հեղափոխությունից հետո դուք դարձաք փոխնախարարից ձեզ տեղավորեցին այդ կենտրոնում եւ դուք լուռ անձայն աշխատում էիք եւ ձեզ հետաքրքիր չէր ոլորտում կատարվող անհասկանալի պրոցեսները։ Դուք լուռ էիք, երբ որ
մեր հերոսների դիակները հայտնաբերեցին խոշտանգված, անարգված վիճակում։ Դուք լուր էիք, երբ որ ձեր օրոք դեղերի փորձագիտական կենտրոնը անվանակոչված Էմիլ Սամսոնիչի անունով այս նախարարի օրոք հանվեց, այսինքն փորձեցին պատմությունը մոռացության տալ։ Դուք լուր էիք, երբ որ ձեր գործընկեր պրոֆեսորներին դատում էին։ Դուք լուր էիք, երբ որ ձեր նույն հոգեբուժական ծառայության փորձառու պրոֆեսիոնալ մասնագետներին համակարգից հանում էին։ Եվ այսօր խոսել, որ դուք կատարել եք կրկնելի անհնարին ոլորտի համար, դուք դա պետք է անեիք հեղափոխությունից 10-15 տարի առաջ, որտեղ դուք էիք ղեկավարում կանոնակարգում եւ համակարգում այդ ոլորտները։ Եվ կարծում եմ արդար կլինի, որ առողջապահության նախարարը մի մեդալ էլ ձեզ տա, եւ այդ մեդալը ոչ թե տա, որ դուք լավ եք աշխատել, այլ մեդալը ձեզ տա լռության համար։ Իսկ եթե ձեզ թվում է, որ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից աշխատանքից ազատումը նոր սկիզբ է, ես ընդունում եմ, այո, նոր սկիզբ է, բայց այդ սկիզբը սկսելուց առաջ ինքներդ ձեր հետ մնացեք մենակ եւ մտածեք, արդյոք արժեր այդքան լուռ լինել։ Իսկ մնացած կադրային քաղաքականություն հետ կապված, թերևս ես այս դեպքում համաձայն կլինեմ նախարարի հետ, այո, ճիշտ է, որ ոչ ոքի հետ չպետք է երկարացնել պայմանագրերը, պետք է կազմակերպել արդար մրցույթներ, եւ այդ մրցույթների արդյունքում մասնակցեն շատ մասնակիցներ, եւ այդ մասնակիցներից լավագույնը նշանակվի եւ ղեկավարի այդ բժշկական կենտրոնները։ Իսկ մրցույթի օբյեկտիվ եւ արդարացի լինելու հետ կապված ես ինքս լինելու եմ հանձնաժողովներում, ոչ թե հանձնաժողովի անդամ, այլ դիտորդի կարգավիճակում։ Կարծում եմ, որ նախարարությունը չի խոչընդոտի իմ այդ աշխատանքին, իսկ եթե կխոչընդոտի, մենք իրավական դաշտում կհասկանանք ինչու է խոչընդոտում։ Եվ կարծում եմ նոր նախարարը սկսել է բարեփոխումները եւ այդ բարեփոխումների արդյունքում մենք մի օր էլ կտեսնենք առողջապահության նախարարության տարբեր տեսակի ոչ պիտանի պաշտոնյաների ազատումներ եւ հուսով եմ, որ մի օր մենք կունենանք արժանի մասնագետներ, պրոֆեսիոնալներ, պրոֆեսիոնալ ուրեմն պոստերում, հա, տեղերում եւ որոնք կաշխատեն իշահ բուժառուի, իշահ Հայաստանի Հանրապետության բնակիչների։ Շնորհակալ եմ, ձեզ լավ օր։